Շնորհակալ եմ, պարոն Մինասյան, հարցերի հերթական խմբի, այո, շնորհակալություն Տիկին Ղազարյան, համար մարդու իրավունքների մասին եք խոսում, արդյոք խախտվում են, այո, խախտվում են, և այո, միջազգային զեկույցներում նաև այդ մասին է խոսվում, և եթե դուք մասնակցում եք քննչական իրավապահ մարմինների ազգային ժողովում հաղորդում ներկայացնելու գործընթացին, իսկ դուք մասնակցում եք դատախազի, ես երկրում չեմ մասնակցել, երբ որ ես երկրում լինում մասնակցում եմ, բայց իմ գործընկերներն են ակտիվ կերպով մասնակցում և կարծում եմ հենց իրենք են, որ ամենաակտիվ ձևով նաև այդ հարցերը ուղղում են մեր իրավապահ մարմինների ղեկավարներին։ Ես վստահ եմ, որ դուք այդ հարցերը լսում եք, եթե դուք իհարկե ցանկություն ունեք լսելու։ Իսկ այդ հարցերը ուղղվում են մեր իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։ Խոսքի համար Հայաստանի Հանրապետությունում դատապարտվում են, ես չեմ հասկանում, երբանից է բռնության կոչը դարձել խոսքի ազատության մաս, դա քրեորեն պատժելի արարք է, պարոն Մինասյան, առողջ հեղաշրջման կոչ անելու խոսքի ազատությունը, երբանից է դա դարձել խոսքի ազատություն, եթե դա խոսքի ազատություն է, ուրեմն չպետք է լինի քրեորեն պատժելի արարք, այսինքն դուք պետք է հանդես գաք, ապա քրեականացնելու նախաձեռնությամբ դրանք, բայց նաև եթե մենք նայում ենք միջազգային չափանիշները խոսքի ազատության հետ կապված մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերը, այնտեղ չկա խոսքի ազատության շրջանակներում, այո, բռնության կոչ, ատելության, քարոզ անելու հնարավորություն, առավել ևս հեղաշրջման կոչեր անելու հնարավորություն չկա, ինչը, հեղափոխություն է, հեղաշրջման կոչ չէ, հեղափոխությունը երկրում, որտեղ հեղափոխությունը, որտեղ երկրում ներողություն, դուք ուզում եք ասել, որ դա եղել է քրեորեն պատժելի արարք և Նիկոլ Փաշինյանին չեն դատել, այսինքն արել է մի բան, որը արել է հեղափոխությունն է, դա երկրում, որտեղ որ ընտրությունների միջոցով իշխանություն փոխել հնարավոր չի, Պարոն Մամեջանյան, լավ էլի, խնդրում եմ, այդ ակտն է ժողովրդի կողմից, դուք էլ միացել եք այդ հեղափոխության, պարոն Մինասյան, եթե դեմ էիք, ինչու եք միանում, խնդրեմ, հասկացա, հաստորեն, դա, ձեր մյուս հարցերը մոռացա, եթե հիշեցնեք, կասեմ ճիշտն ասած, որ դեպքում պետք է վարչապետը չլինի այլևս վարչապետ, երբ այդպես է ուզում ժողովուրդը, ցույց տվեք մեզ ժողովրդին, վարչապետը բազմիցս է ասել վարչապետը, ցույց տվեք ժողովրդին, թող լինի հանրային պահանջ հրաժարականի և ես կտամ հրաժարական, ձեզնից ընդամենը պահանջվում է այդ հանրային պահանջը ի ցույց դնելը, որը դուք արդեն մի քանի տարի է, ինչ չեք կարողանում ի ցույց դնել, պարոն Մինասյան, ինչ վերաբերում է նրան, թե որ դեպքում իշխանությունը կարող է, իսկ նորից եմ ասում, վարչապետը մեր վարչապետն է, վարչապետը մեր վարչապետն է, այդ որ պարամետրի մասին դուք մտածեք փոխելու, մենք իշխանության, մենք կառավարության հենարանն ենք ազգային ժողովում, մենք չենք պատրաստվում փոխել մեր վարչապետին, և դուք, եթե կարծում եք, որ պետք է փոխել, դուք պետք է ձեր գործողությունը անեք, խնդրում եմ դուք ձեր մեջ ընդհանուր հայտարարի եկեք, հետո եկեք մեզ հարցնեք, մենք որ պայմաններում, դուք ձեր համաձայնությունը ձեռք բերեք, հետո եկեք կխոսենք, սիրելի գործընկերներ, շնորհակալություն։